Իսկ ձեր մոտ ոչ ասել ստացվում է, թե ոչ ասելուց անդադ ձեզ մեղավոր եք զգում։ Օրինակ դիմացինին մերժում եք պարտքով գումար տալ, դիմացինին մերժում եք իր ցանկությունները բավարարել։ Շատ մանիպուլյատորներ դրանից օգտվում են։ Իրականում ամեն ինչի հետ համաձայն լինել եւ դիմացինի տրամադրությամբ գնալը դա լավ մարդ լինելու հետ կապ չունի։ Դա այն բանն է, որ դուք սահմաններ չեք կարողանում դնել։ Եվ դա խնդիր է։ Շատ մանիպուլյատորներ կօգտվեն դրանից։ Օրինակ այն, որ գալիս են ձեզ վարդ են առաջարկում, որ առնեք, եթե աղջկայի հետ քայլում եք։ Դա մանիպուլյացիա է։ Ձեզ դնում են անհարմար իրավիճակի մեջ։ Կամ ձեր խղճի վրա ազդելով գումար են ուզում ձեզանից։ Այդ ամեն ինչին միանգամից ոչ ասեք։ Մանիպուլյատորները շատ լավ տիրապետում են այդ հնարքներին ձեր վրա ազդելու։ Ոչ ասելու հմտություն զարգացնելը շատ կարևոր է։ Հոգեթերապիան սրան նպաստում է։ Ոչ ասելը ձեր ներքին ամրության մասին է։ Այն մասն է, որ ձեզ չեն կարողանում մանիպուլացնել։ Շատ հաճախ կախվածություն ունեցող մարդիկ են շատ մանիպուլյատոր լինում։ Խաղամոլները կլինեն, որ գումար են անդադ հայթայթում ու խղճի վրա ազդելով ձեր։ Թմրանյութեր օգտագործողները, ալկոհոլիկները։ Էնպես որ ոչ, կա մի պարզ բանաձև։ Եթե դիմացինին այո եք ասում, նայեք, որ ձեզ ոչ չասեք։ Այսքան ձեր ներսը եւ դուրսը թող բռնի իրար հետ։ Եթե զգում եք, որ չեք ուզում այո ասել, ասեք ոչ։ Ու դա նորմալ է։